Բարև ձեզ հարազատներս, երեք մի տղամարդ եմ տեսել, վերջերս մի տղամարդ եմ տեսել, որ ճանապարհին ինձ ասեց բժշկու ջան, ես ու կինս ձեր բոլոր եթերները նայում ենք, շատ հաճելի էր իհարկե։ Փորձեցի մտածել հիշել, տեսնես այդ ինչեր եմ խոսում, չհիշեցի, մի տես կարևոր բան չի գա, որ ասեմ այս լավ թեմաներից եմ խոսում, մենակ լավ խոսում եմ, գիտեմ, որ երբ որ ջղայնացնում են, այդ լրիվ բացվում եմ մոտս։ Բայց այսօր ջղանացած չեմ, այնպես որ կարող այսօր չնայեք այսօրվա եթերը։ Հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ եմ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 1 տարի ինչ աշխատում եմ մեր երկրում։ Ու քանի որ սկսել եմ այս եթերներս վարել, օրագիր չեմ վարում, արդեն այս եթերներից մեջ ամեն ինչ ասում եմ, ինչ արեցի։ Այսօր հերթական օրագիրս կլինի, օրս նկարագրեմ, ինչ եմ պլանավորում այսօր անել։ Առաջ Աստված Առավոտը 7-ից 8-ը բուսաբանական այգում էի, մարզվեցինք, ընկերուս հետ մի քիչ արագ քայլեցինք, մարզվեցինք։ Հիմա եկել եմ ավանդական բժշկական համալսարան, ուսանողներս քննության են, քննություն պետք է ընդունեմ։ Երկու շատ լավ բուժվակ ունեմ, հնդիկներ են, շատ լավ են սովորում։ Մի հատ էլ ունեմ ատամնաբուժներ, ապագա, որոնք ընդհանրապես գինեկոլոգիային չեն ուզում մոտիկանան, բայց այնքան ջիգարով գալիս են հայերեն հետս բարևում, իրանք արաբական երկրներից են, հայերեն հետս խոսում, ինչպես եք, բայց մեր կուրսին պետք է կտրեմ, կապ չունի հայերենը խոսում են, թե չէ, դե ընդհանրապես բան չեն սովորում։ Իսկ ես հնդիկներից շատ օգտագործում եմ իմ սեփական նպատակներով նույնպես, առանձին չաթ ունենք բժիշկների ու առանձին չաթ ունենք ուսանողների հետ չաթ ունեմ, այս դասախոսների չաթում, որ գրում են պետք է պատրաստեք թեստեր, պատրաստեք ձեր թեմաներից, կլինիկական քեյսեր պատրաստեք եւ այլն։ Ես նույն վայրկյանին չաթում գրում եմ ուսանողներից, որ ով մինչև այս օրը ու այս ժամը կպատրաստի 5 թեստ, մի հատ կլինիկական քեյս կստանա 10, իրանք շատ պարտաճանաչ են։ Մի անգամից պատրաստում են, մի օր շուտ եմ ասում իրենց, որ հասցնեմ ստուգեմ ու ուղարկեմ դասախոսների չաթ, իբր ես արեցի այդ ամեն ինչը։ Ինչ ամենամենն էլ այդպես չէ։ Առաջ ինչպեսի դասախոս եմ, էլ ինչ ծույլիկ բաներ եմ անում, առաջ սեմեստրում ես ինքս էի դասախոսությունները կարդում, հիմա տեսա որ հորանջում են, լավ չեն, քնում են, հեռախոսների մեջ են մտնում, հիմա իրանք են պատրաստում դասախոսությունները, ամեն օր 3 հոգի դասախոսություններ են պատրաստում տարբեր թեմաներից, ամեն մեկը 2-3 թեմա ունի։ Ու քանի որ ես ամբողջ կյանքս սովորել եմ, ես գիտեմ ոնց անել, որ մարդ սովորի, ինքը պետք է այդ թեման պատրաստի, ուրիշ ձև չկա սովորելու։ Ամենակիչ 2-3 թեմա իրանք լավ գիտեն, ու այդ թեման պատրաստելուց իրենց մոտ հարցեր են առաջանում, որոնց ես պատրաստ եմ պատասխանելու, արդեն իրենց ներկայացրած թեմայով ես նոր այդ դասը վարում ենք։ Դառնում է մեկը դասախոսը, ես էլ ոնց որ թեման մեկնաբանում են մնացածներին։ Անելիքներս շատ քչացել են, հիմա բայց գնալով փորձում եմ շտկեմ արածես, ոնց ասել եմ, նույն բորշը չի կարելի անընդհատ նույն ձևի նույն բաղադրատոմսով բորշեպել, անընդհատ պետք է փորձես մի բան ավելացնել, մի բան ու հաջորդ տարվա համար պիտի մտածեմ ինչպես կարելի ավելի բարելավել ես դասավանդելս իմ, ոչ թե համաշխարհային, իմ դասավանդելու ձևը։ Էլ ինչ եմ անում, քննությունից հետո պիտի գնամ Աբովյան քաղաք հիվանդներ ունեմ, խորհրդատվությունս այնտեղ եմ այսօր վարում, երկուշաբթի ուրբաթ օրերին Աբովյան քաղաքում եմ դասախոսություն հիվանդներ ընդունում։ Դրանից հետո ժամը 5-ին աշխատանքային օրս կավարտեմ։ Աշխատում եմ իմ քաշի վրա, քաշս արդեն ասել եմ 4 կիլո նիհարել եմ, 66-ի վրա, բայց մխրճվել եմ, պահքի ժամանակ լավ արագ իջավ քաշս, հիմա կանգնել է, չի իջնում, բայց լավը չի բարձրանում, ինձ պետք է 4 կիլո էլ նիհարեմ, հենց այդ 4 կիլո նիհարեցի, գնալու եմ իմ հավանած տղային ուզեմ, կատակ եմ ամ, ձեզ համար եմ ասում, որտև սիրում եք այդ թեման, զգում եմ, որ հույսեր ունեք, պապակ, հույսեր ունեք, այդ լավ է, որ մարդ հույս է ունենում, ինչպես եմ անում, որ
փորձեմ նիհարել այդ բուսաբանական այգի մարզանքներս են իհարկե մեկ էլ աշխատում եմ 12-ից մինչև 6-ը ուտել չի ստացվում ավելի շատ լինում է 11-ից մինչև 6-ը ուտել բայց քիչ ժամանակ ուտել ու եթե հնարավոր է ալուրը հանել ալուրից պատրաստած ուտելիքները հանել քիչ է ստացվում ավելի շատ քաղցրի վրա եմ նստած ավելի շատ էլ ինչ Այդ անելիքներս ճիշտն ասած, կարող է թվա թե ես մտնում եմ անդադ լավ բաներ եմ իմ մասին պատմում, վատ բաներ եմ անում իհարկե, այնպես չի, բայց ինչ իմաստ ունի մատնեմ ու սկսեմ ասեմ, որ ինչ վատ բաներ եմ արել, չնայած վատերն եմ պատմում, բայց կուզեմ կենտրոնանանք մեր լավ կողմերի վրա, ինչ կարող ենք զարգացնել, ինչ կարող ենք լավացնել, շտկել, դա որտեղ վատը անդադ հետներս գալու է, փորձել եմ մի քանի օր վեր կենամ, որ ոչ մի վատ բան չանեմ, ինչքան շատ ենք շփվում, այդքան հնարավոր է, որ շատ վատ բաներ անենք, հիմա երեք պատարագ էի, աշխատում եմ ինձ շատ խելոք պահեմ պատարագներին, ընկերուհիները սովորեցրել են, որ մանավանդ հաղորդության ժամանակ չի կարելի նստել, չի կարելի խոսել, հիմա հաղորդությունն էլ դե մեր Աստված տվելը չի խնայել, հերթը առելի է, Փառք Աստծո, մարդիկ շատ մարդ է գալիս պատրաստված հաղորդություն ստանալու ու կողքս երկուքին խոսում են անընդհատ ինձ մահացու հայացքները իրենց վրա ժամանակ առ ժամանակ հաղում, որ տեսեք ես չնայած որ բժշկական գիտություններ գնացել եմ, ես գիտեմ որ խոսել չի կարելի, բայց դուք չգիտեք, հայացքս է նշանակում, իրենք եկե հետևից մի կին է բրդում, ասում եմ դուք ուր եք գնում, ասում եմ գնում եմ հաղորդություն ստանամ, ասում եմ իսկ իսել եմ այս սերտին, շատ բարի անձնավորություն եմ, ասեց բայց ես տեսա դուք ամբողջ պատարագը գնում գալիս եք, չհասկացա մնում եք թե չեք մնում, իրոք շատ վատ է երեք անընդհատ մեկ առաջ էի գնում, որ պատարագը լավ լսեմ, մեկ հետո էի գնում օդ շնչեմ, ուզում էի պարկեմ, այտենց վիճակում էի, ու տեսնող է եղել, այնպես որ անկարգ չի կարելի պահի մարդ պատարագներին գոնե դեր մնաց բաները չպատմում, որ շատ վատ բաները չպատմում, լավ որ բոլորիդ, լավ բաներ արեք, որ օրագիրը լավ բաներով լցվի, այդ շատ կարևոր է, մենք ենք ես օրագիրը գրում, ինչ ենք անում, մենք ենք ես ընտրություններ անում, ինչ պիտի այսօր անենք, այնպես որ մեծ հույսերով կհանդիպենք նորից, բարի օր բոլորիդ։